Օրերը շարունակվում են եւ արվում է ամեն ինչ, որպեսզի նման օրերը շատ լինեն այս երեխաների կյանքում։ Ասում են, երեխաները չունեն հարուստ անցյալ, չեն մտածում ապագայի մասին, նրանք պարզապես վայելում են ներկան։ Իսկ թե ինչպիսին է այն, ամբողջությամբ մեծահասակների ձեռքում է։ Մարի Իզմիրիլյանի անվան մանկատան փոքրիկները նոր տարին դիմավորել են ամանորյա տոնին բնորոշ պայմաններում, զգացել տոնի կախարդանքն ու հրաշքները։ Մեր մանկատանը շատ գեղեցիկ միջոցառումներ կազմակերպվեցին, բացի այն, որ մենք էինք կազմակերպել, մեր աշխատակազմի կազմակերպել, մենք նաև ունեցանք տարբեր հյուրեր, անհատ ձեռներեցներ, անհատ բարերարներ, կազմակերպություններ, որոնք դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի մինչև 13-ը շարունակվում են, արդեն ունենք ծրագրեր, իրենց ձմեռ պապիկներով, ձյունանշիկով եւ մեծ հավելքային ծրագրերով մեզ հյուրընկալվել էին։ Մեր երեխաները շատ ուրախացան, նրանք անդադ հարցնում էին ձմեռ պապիկներից ո՞րն է իսկականը, եւ իհարկե մենք բացատրեցինք, որ ձմեռ պապիկը մեկն է, նա գտնվում է Լապլանդիայում եւ նա ուղարկում է իր փոքրիկ մյուս ձմեռ պապիկներին ձեզ հյուր եւ նվերներով ձեզ դիմավորեք նոր տարի։ Մանկատան ապրող 104 երեխաներից 80-ը նոր տարին դիմավորել է այստեղ, բայց դա ամենևին էլ չի ազդել նրանց տրամադրության վրա։ Ձմեռ պապիկից շատ բան չէի ուզել, բայց ինչ ուզեցի փեց, տիկնիկ, գրենական պիտույքներ։ Մենք ձմեռ պապիկից ինչ պահանջում ենք, ուզում ենք բերում են ամեզ, օրինակ գրայինք, ուզել բերել է, մենք կնքված էինք, մեր բաներն են կողմն է։ Տարուսիկները, մենք Հոլանդիա ենք գնացել, տարբեր տեղեր ենք գնացել եւ լիքը հյուրեր ենք ընդունել։ Տոներն անցնում են, իսկ երեխաների առօրյան մշտապես հարուստ ու հագեցած է, կրթամշակութային միջոցառումներով ու այցելություններով։ Նրանք հաճախում են տարբեր արվեստի դպրոցներ եւ մեզ մոտ են կազմակերպվում թատերական բարի եւ գորգագործության խմբակները, սպորտային միջոցառումներ, Աբրամ արձակուրդների նաեւ երեխաները ճամբարներից են օգտվում։ Մանկատանը ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի երեխաները զգան իրենց ապահով, շրջապատված անհրաժեշտ իրերով ու պարագաներով։ Իհարկե ամենակարևորը հոգատար եւ ջերմ վերաբերմունքն է, որի պակասը չզգալու համար դաստիարակներն ու տնօրենը անում են հնարավոր ամեն ինչ։ Գուցե դժվար է երանի տալ այս երեխաներին, բայց հենց նրանք առավել քան մյուսները հավատում են հրաշքների։ Սուսաննա Հովհաննիսյան, Արշակ Մարտիրոսյան, Արմենիա հեռուստաընկերություն։ Դոնորների աճի միտում տարեստարի նկատվում է, վստահեցնում են պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Դոնորի տարիքը պետք է լինի 18 լրացած, քաշը տղամարդկանց համար նախատեսված է 60 կիլոգրամից ավելի, կանանց համար 50 կիլոգրամից ավելի։ Արդյոք արյունատվությունը անվտանգ գործընթաց է, ինչ պայմաններում են պահվում արյան պաշարները։ Այս եւ այլ հարցերի պատասխանները տեսանյութում։ Այսօր կան հիվանդներ, ովքեր մշտապես արյան ներարկման կարիք ունեն, ուստի անհրաժեշտ է դոնորների համապատասխան քանակություն, բնակչության մոտ 2%-ը պետք է դոնոր լինի։ Բժիշկները վստահեցնում են, արյունատվությունն անվտանգ գործընթաց է։ Ցանկացած մարդ ունի շուրջ 5 լիտր արյուն, որից 3 լիտրը շրջանառության մեջ է գտնվում, իսկ 2 լիտրը պահեստավորված։ Եվ նա երբ 450 միլիլիտր արյուն է հանձնում, շատ կարճ ժամանակում նրա պահեստային արյունը մտնում է շրջանառություն։ Մի քանի հետազոտություն, մոտ 5 րոպե ժամանակ եւ մեծ ցանկություն, ահա այսքանը եւ յուրաքանչյուրը կարող է դոնոր դառնալ, ով գիտե գուցե այս արյունը որևէ երիտասարդի կյանքը կարող է փրկել։ Ամբողջական արյունից պատրաստվում է 3 բաղադրամասեր՝ էրիտրոցիտար եւ տրոմբոցիտար զանգվածներ եւ թարմ սառեցված պլազմա։ Յուրաքանչյուրը պահվում է համապատասխան ձևով այս սենյակում եւ ահա այս կերպ է պահվում պլազման։ Այսպիսի պայմաններում է պահվում պլազման։ -30 աստիճանում ջերմաչափի ստողության կարգ։ Արյան եւ նրա պաշարների բաղադրամասերի պաշարման բաժնի ղեկավար Անդրանիկ Շամիլյանը վստահեցնում է, որ եթե դոնորը արյուն է տալիս կամավոր սկզբունքով, ապա հիվանդին այդ արյունը տրվում է անվճար։ Հայաստանում այս պահին կա 3 տեսակ արյունատվություն՝ կամավոր անվարձահատույց, վճարովի եւ հաջորդ խումբը հիվանդի հարազատներն են, երբ կոնկրետ մարդու համար է տրվում արյունը։ Իդեպ ամենաշատը տարածված են վճարովի դոնորները։ 450 միլիգրամ արյան դիմաց դոնորներին վճարվում է 10,000 դրամ գումար։ Հիմնականում մեր նպատակը դա անվարձահատույց դոնորության քարոզությունն է, քանի որ դա ամենաանվտանգ կոնտինգենտն է
որովհետև նրանք գիտակցաբար են մոտենում այս հարցին եւ թերապևտից ոչ մի բան չեն թաքցնում կապված իրենց առողջության հետ կապված։ Իսկ երբ որ դոնոր գալիս է վճարովի, ինքը բազմանա ամեն քայլի կգնա, որպեսզի արյուն հանձնի։ Մեր նկարահանման պահին Արյան բանկում դոնորներ չկային, քանի որ օրը ոչ աշխատանքային է։ Տարվա կտրվածքով այստեղ արյուն են տալիս 16,000 հոգի, սակայն որպեսզի հանրապետությունում ամբողջությամբ ապահովի արյան պաշար, պետք է դոնոր հանդիսանան 60,000 հոգի։ Անհրաժեշտ սարքավորումներն այստեղ կան։ Սա ցիտաֆերեզի ապարատ է, որի միջոցով արյունից ստանում ենք կոնկրետ բջիջները, որը որ մեզ պետք է, այսինքն տրոմբոցիտար զանգված, լեյկոցիտար զանգված, պլազմա, ինչպես նաև այս ապարատի միջոցով մենք ստանում ենք ցողնային բջիջներ ոսկրածուցի փոխպատվաստման համար։ Այսպիսով դոնորի համար բոլոր պայմաններն ապահովված են, առավել ևս նրանից ոչինչ չի պահանջվում, սակայն ինչ-որ մեկը երբ մտածում է արյուն տալու չտալու մասին, հիվանդն այդ պահին արյան խիստ կարիք է զգում։ Սիրուշ Պետրոսյան, Արթուր Հունանյան, Արմենիա հեռուստաընկերություն։ Այդ թեմաների մասին լեգենդար ֆուտբոլիստ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան սեփական հեռուստաալիքը կունենա, որը նաև ինտերնետային հեռարձակում կիրականացնի։ Նոր նախաձեռնության մեկնարկը կտրվի հաջորդ ամիս, սակայն դեռևս հայտնի չի այն ինչ ուղղվածություն կունենա։ 2005 թվականին Մարադոնան ինքն էր հեռուստահաղորդում վարում, որը կոչվում էր 10-րդ համարի գիշերը։ Լեգենդար ֆուտբոլիստը Արգենտինայի հավաքականի կազմում հանդես էր գալիս հենց 10-րդ համարի ներքո։ Աշխարհարչյա երգիչ Էլվիս Փրեսլիի ավստրալացի մոլի երկրպագուները այսօր հավաքվել էին Սիդնեից ավստրալիական Parks փոքր բնակավայր մեկնող գնացքի մոտ։ Երկրպագուներն ինչպես եւ ամեն տարի այս տարի եւս սովորության համաձայն հավաքվել էին նշելու ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի ծննդյան օրը։ Այս տարի Փրեսլին կդառնա 75 տարեկան։ 77 թվականից ի վեր, երբ Փրեսլին իր հանդաճանաչության գագաթնակետին էր, շատ բան չի փոխվել։ Գնացքի մոտ եւ առհասարակ երկաթգծում տիրում էր 60-ականների ռոքնռոլյա ոգին։ Այստեղ կարելի էր հանդիպել երբարանափոխված մարդկանց, ովքեր բավականին նման էին արքային։ Սպասվում է, որ Parks ավստրալիական փոքր բնակավայրում առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերին հավաքվելու է երգչի շուրջ 9000 երկրպագու։ Շվեյցարիայի դատարանը երթևեկության կանոնները խախտած մի մեծահարուստի պարտադրել է վճարել աննախադեպ մեծ տուգանք 300,000 ֆրանկ, շուրջ 290,000 ամերիկյան դոլար։ Միլիոնատերը, որի անունը չի հաղորդվում, Ferrari Testarossa մակնիշի շքեղ մեքենայով գյուղական ճանապարհին արագությունը հասցրել է մինչև ժամում 137 կիլոմետրի։ BBC ռադիոկայանի փոխանցմամբ տուգանքի չափը որոշելիս դատարանը հաշվի է առել կարգազանցի անձնական հարստության հանգամանքը։ Նրա հաշվին կա առնվազն 22 միլիոն 700,000 դոլար, նա ունի հսկայական առանձնատուն եւ 5 գերթանկ ավտոմեքենա։ Բացի այդ, ըստ դատարանի, դա մեծահարուստի կողմից երթևեկության կանոնները կոպտորեն խախտելու առաջին դեպքը չէ։ Դեռևս չէր հասցրել մարել մոլորակի ամենաբարձր երկնաքերի 828 մետրանոց Խալիֆի աշտարակի շարք մտնելու առթիվ արձակված հրավառությունը, երբ Դուբայը նոր ռեկորդ է սահմանել։ Ինչպես տեղեկացնում է Տարտասը, քաղաքի գործարար կենտրոնում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը Rose Rehane, որը պատկանում է Ռոթանա հյուրանոցային ցանցին։ 72 հարկանի կառույցը ունի 333 մետր բարձրություն եւ պաշտոնապես ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Հյուրանոցը իր տրամադրության տակ ունի 482 համար, ներառյալ լյուքսերն ու պենթհաուսները, եւ ունի առանց ալկոհոլիկ կարգավիճակ։ Հյուրանոց երկնաքերի շինարարությունը արաբական շինարարական ընկերության համար արժեցել է 180 միլիոն ամերիկյան դոլար։ Ինդոնեզիայի անտառներում վայրի բնության համաշխարհային հիմնադրամը դեռևս անցած տարի հոկտեմբերին տեղադրել էր հազարավոր տեսախցիկներ, որոնց միջոցով հիմնադրամի աշխատակիցները վերահսկում էին Սումատրայի վագրերի անվտանգությունը եւ բազմացումը։ Անտառհատման, որսագողության եւ առհասարակ մարդկանց հետ բախումների պատճառով այս կենդանիները կանգնած են ոչնչացման եզրին։ Ընդհանուր առմամբ վայրի բնության պաշտպանների խումբը Սումատրա կղզում միայն կենտրոնական հատվածում տեղադրել է 4 վերահսկող տեսախցիկ, մասնավորապես այն ուղիներից, որոնցով տեղաշարժվում են վագրերը։ Ըստ մասնագետների, այս տեսագրությունները կօգնեն նրանց ուսումնասիրել նաեւ կենդանիների վարքագիծը։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով վագրերի այս տեսակի քանակի անկում գրանցվել է 70 թվականից ի վեր, 1000-ից հասնելով 400-ի։ Մեր կենդանաբանական այգու բնակիչները ձմռանը տարօրինակ ձևով քիչ հյուր են ունենում, իսկ երբ նկատում են որևէ մեկին, յուրօրինակ աշխուժություն են հանդես բերում։ Ամանորից առաջ այգին անակնկալ նվեր է ստացել տարվա խորհրդանիշ՝ սպիտակ վագր։ Ձմռանը